Բռնազավթված Արցախի Մարտունու շրջանի Եմիշճյան գյուղում արբանյակային լուսանկարների նախնական վերլուծությամբ ոչնչացվել է հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը պատիժները նախատեսում Ռուսաստանի սահմաններից դուրս հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար, գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը, հույս հայտնելով, որ այս վանդալիզմը կունենա համապատասխան գնահատական։ Անցած տարվա ընթացքում Հայաստանում արտադրվող ցեմենտի քանակը ներմուծման հաշվին կրճատվել է։ Բանն այն է, որ Իրանում էներգակիրները բավականին էժան են։ Վերջին շրջանում իրանական մանաթը արժեզրկվել է եւ արձանագրվել է ցեմենտի ինքնարժեքի անկում։ Այդ ապրանքը դարձել է հակամրցակցային Հայաստանում ցեմենտ արտադրողների համար։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ցեմենտի ներմուծման հանրապետական տուրքը 800 պատիկի չափ բարձրացնել։ Այդ կերպ ըստ օրենքի նախագծի հեղինակների հնարավոր կլինի պաշտպանել ներքին արտադրողին։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը։ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ Արցախից տեղահանված պատանի է ընկել ու մահացել։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեին Արմավիրի մարզի Ջրարատ գյուղի մերձակայքում։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից հայտնում են, որ էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած պատանուն։ Նա գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ եւ արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներցիայով մոտ 380 մետր։ Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի երկրորդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ Գնացքավարը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ Զովոնիում մերսեդեսների բախման հետևանքով մահացել է Երևանի ամենատարեցներից մեկը՝ 104-ամյա տղամարդը։ Բախման հետևանքով մերսեդեսներից մեկը դուրս է եկել երթևեկելի կոտուց եւ հարվածել բետոնե էլեկտրասյանն ու բնակչի տան քարե եւ ցանցե պարսպին։ Մյուս ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Երևանյան 10 մանկապարտեզներում ներդրված ռոբոտաշինություն կրթական փորձնական ծրագիրն ապացուցել է արդյունավետությունն ու կդառնա հիմնական ծրագիր։ Քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով լրացուցիչ ծանրաբեռնվածությունը ծրագրով աշխատող դաստիարակները նախորդ ամիս պարգևատրվել են աշխատավարձի 100 պատիկի չափ։ Առաջիկայում կմեկնարկի դաստիարակների վերապատրաստման ծրագիրը։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։